Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբու ամեն։ Սիրելի ժողովուրդ, այսօր նորից ուզում եմ խոսել մեր այսօրյական ազգի վիճակի մասին, որտեղ շատ ծանր օրեր ենք ապրում, ծանր տարիներ ենք ապրում, կորցրեցինք մի ամբողջ Արցախ աշխարհ, նաև Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, և այժմ չարը հարձակվում է մեր սրբությունների վրա, եկեղեցու վրա, և ուզում եմ պատասխան ասել որոշ այն հնչած ձայնային ելևէջներին, որոնք Քրիստոսի դեմ են խոսում, քրիստոնեության դեմ են խոսում, ուզում եմ հիշեցնել, նախ Սուրբ Գիրքը ի սկզբանե ամենահին գիրքն է, ամենաշատ թարգմանված լեզուներով գիրքն է, Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է, հայերեն շատ հետաքրքիր է հնչում Աստվածաշունչ, Աստծո շունչը, շունչը դա մեր բերանից դուրս եկող խոսքն է, Աստծո խոսքն է, Պողոս առաքյալը մի տեղ ասում է մաքուր պահեք ձեր մարմինը, հոգին և շունչը, այդ շունչը, որ բերանից մեր դուրս եկող բառերը, որ մաքուր լինեն, անպարկեշտ բառեր դուրս չգան մեր բերանից, հայհոյանքներ դուրս չգան մեր բերանից, Աստծուն ծաղրող բառեր դուրս չգան, որտեղ դատաստանի օրը պատասխան ենք տալու ամեն մի տառի ու բառի համար։ Եվ այժմ Քրիստոս ինքն է ասում, ես կայի մինչև հավիտենականությունը, ես իմ գալուց առաջ կայի, հավիտենականությունից առաջ, ուրիշ տեղ Սողոմոնի իմաստության գրքերում ասում է, իր ձեռքերն են այս ամբողջ տիեզերքը ստեղծել, իր հոր մոտ ճարտարապետ էր, և մի աստվածություն է, Սուրբ Գիրքը տվեց, ուղարկեց իր մարդկանց, մարգարեներին, որպեսզի ճշմարիտ Աստծուն սկսեն պաշտել, որտեղ մարդը հեռացել էր Աստծուց։ Ի սկզբանե մարդիկ ոչ հեթանոս են եղել, ոչ էլ այլադավան, եղել են մի Աստված պաշտության, իր մարգարեները Աստծուն ճանաչել են, խոսել են, բայց ցավոք սրտի ինչ հանձնում էին ժողովրդին այդ խոսքը, ժողովուրդը նորից չէր ընդունում, անցնում էր իրենց սուտ պաշտամունքներին։ Ի սկզբանե հեթանոսությունը չի եղել, ինչպես Սողոմոն իմաստությունը իր թղթերում է ասում, իր իմաստության մեջ, որ հեթանոսությունը սկզբից չի եղել։ Հեթանոսությունը եղավ մի վաղամեռիկ որդու, թագավորի որդու, որ թագավորը արձան կանգնացրեց որդու համար, այդ վաղամեռիկին, և հրամայեց, որպեսզի պաշտեն այդ արձանի որդուն։ Եվ կամաց առաջացավ այդ կուռքերի պաշտամունքը։ Հայաստանում է երբևիցե չի եղել սկզբից հեթանոսություն։ Ովքեր որ ասում են մինչև Քրիստոս մենք քրիստոնյա չենք, հայ ենք, բայց շատ չարաչար սխալվում են, որտեղ մեր նախահայրը Նահաբեթյան Հայկը, որ կար, մի Աստված պաշտության էր, նաև ինքը մեր պատմիչների գրելով, նաև որ կան, արևի մեջ խաչված Քրիստոսին էր տեսնում։ Նաև հին կտակարանում, երբ որ Մովսեսը 70 ծերերի հետ բարձրացավ, նաև Նաբիութը, որ բարձրացան Սար, ասում է բոլորը տեսան Աստծուն, այդ 70-ը Մովսեսը, բայց որ Աստծուն տեսան, մի Աստված մեկ է։ Հայր Աստծուն ոչ ոք չի կարող տեսնել երբևիցե կայրվեն տեղում։ Հոգի Աստվածը չի երևում։ Տեսել են որդի Աստծուն, նույն Քրիստոսին, մինչև Քրիստոսի գալն էր դա։ Նույնը վկայում է Պողոս առաքյալը։ Պողոս առաքյալը ասում է այն, որ Մովսեսը անապատով 40 տարի տանում էր ժողովրդին, և ժողովուրդը Աստծուն փորձեց, Աստված սատակեցրեց օձերից իրանց, ասում է այդ Քրիստոսն էր իրանց հետ, Քրիստոսին էին փորձում։ Քրիստոս միշտ է եղել, ծննդոցից խոսում է ինքը մինչև հայտնության վերջը։ Այսինքն Նահաբեթյան Հայկը
մենք սկզբի ձևե տեղել ենք հենց քրիստոնյա։ Նաև վկայում է Պողոսի թղթերը, նա չէ հրեա, որ արյունով է հրեա։ Հրեան այն ծածուկ հրեան է, որ Աբրահամի որդի է։ Ուրիշ տեղ ասում է Աբրահամի որդիները հավատքի որդիներն են։ Եվ լրացնում է արդեն ուրիշ թղթում, ովքեր Քրիստոսին են, նրանք են Աբրահամի որդիները։ Այսինքն Աբրահամի որդիները, որ հավատքով կային հին հայրերը, մարգարեները, Աբրահամը, Նոյը, Իսահակը, Հակոբը, բոլոր մարգարեները, այն աստվածավախ դատավորները, դրանք բոլորն էլ քրիստոնյա էին։ Պողոս առաքյալի խոսքի հիման վրա, ովքեր Քրիստոսինն են, նրանք են Աբրահամի որդիները։ Եվ ուրեմն հստակ իմանանք, ովքեր Քրիստոսինն են, նրանք են հայ։ Ով քրիստոնյա չէ, դեռ հայ չէ։ Բոլորը դառնում են բարբարոս ցեղեր եւ ազգեր։ Ինչպես Սուրբ Գիրքն է էլի սովորացնում, Դավիթ թագավորի սաղմոսների մեջ Պետրոս առաքյալը 5 տակառնում էլի շատ տեղեր կա, ովքեր դեր Աստծուն չեն ընդունում, անբան անասուն անվանում Սուրբ Գիրքը։ Անասունների պես ասում է սատկելու եք։ Այ երբ որ դառնում ենք դեպի Տերը, որտեղ իր պատկերով ստեղծեց մարդուն, նոր դառնում ենք մարդ, դառնում ենք ճշմարիտ Աստվածահաճո մարդ, եւ քանզի քար ենք նետում Քրիստոսին անհավատությունով, նյութապաշտությունով, արծաթսիրությունով, ոչ թե աստվածասիրությունով, ցավոք սրտի, տեսեք, եւ Քրիստոսը տեսավ, որ մարդիկ դարձի չեն գալի, բոլորը դեպի կործանում են գնում։ Աստված ինքը որոշեց գա մարդանա, որպեսզի ճշմարիտ ճանապարհը ցույց տա։ Եվ Աստված եկավ, Աստծո որդին, որպես փոքրիկ մանուկ, ծնվեց մարդու պես, մարդու կյանքի պես ապրեց, որպեսզի հետո ոչ մեկ հանգարց բողոքող չլինի։ Ծնվեց որտեղ, Մսուրի մեջ, գոմում, այդ փոքրիկ քարանձավի պես գոմում ծնվեց եւ ովքեր էին ներկա, որ փարաբանեին Աստծուն փարաբանողն եկան, 3 կենդանի, հովիվներ եւ մոգերը, թագավորները, որ եկան երկրպագեցին։ Բայց այդ կենդանիները արդեն եկել էին, կենդանիները Աստծուն ճանաչում են, ցավոք սրտի մարդիկ այսօր եւ հին ժամանակ էլ նույնն է, Աստծուն չեն ճանաչում եւ չեն էլ ուզում ընդունել։ Եվ Քրիստոս եկավ այդ ճանապարհը ցույց տվեց։ Իր բոլոր պատվիրաններով, խրատներով, լեռանքարոզով, որ ինչպես պետք է ապրենք, բայց սակայն մարդ արարածը, որ իր տեսքով էր, նորից չընդունեց լույսը։ Ինքն է լույսը, ինքն է ճանապարհը, ինքն է կյանքը, ինքն է հարությունը, ով Քրիստոսով չմտնի դռնից ներս, Քրիստոսն է դուռը, փրկություն երբեք չի ունենալու։ Եվ չարը ինչ է անում, գիշերը իր որոմները ցանում է։ Եվ ստեղծվեցին տարբեր տեսակի այլակրոններ, այլադավանություններ, աղանդներ, տեսակ, ամեն տարի, շուրջ 2000 տարի է, անընդհատ ծնվում են չարահնար, ոչ միայն կրոններ, որտեղ Աստված երկնքից մի կրոն է տվել, դա քրիստոնեությունն է, Աստված ինքը իջավ, ինքը տվեց, այն ժամանակ իր ծառաների միջոցով, իսկ 2000 տարի առաջ հենց ինքը եկավ, ինքը տվեց, բայց մարդիկ նորից սիրեցին խավարը, լույսը չսիրեցին եւ դրա համար լույսին խաչեցին։ Սրանք օրինակներ են նաեւ մենք սովորելու համար, որ միշտ ժողովուրդը այդ ամբողը միշտ բառաբայ անդրում, արդարությունը միշտ խաչում է։ Եվ ինչ որ սուտ չարի հնարքներով ինչ որ ընտրություններ են անում, իբր մի արդար լավ բան ընտրեն, դա երբեք չի լինի։ Չարը չի թողա այդ աշխարհիկ գործի մեջ։ Ժողովուրդը միշտ կույր, միշտ գնալու է Քրիստոսի տեսքով սատանա ընտրի,
որտեվ ները գալու է Քրիստոսի տեսքով, ու բոլորը խաբվում են միշտ, ցավոք սրտի ցավն այն է, որ եկեղեցու ներսում հավատացյալ ժողովուրդն է խաբվում, այսինքն իրանք Քրիստոսին չեն տարբերելու նեռից, գնալու են նեռի գիրկը ընկնեն ու բռնվեն ու գնան դեպի դատաստան, այդտեղ է գալիս, որ շատ քիչ անհատներ են փրկվելու, ովքեր ներսում ճշմարիտ Քրիստոսին գիտեն, ճանաչում են եւ այդ խաբկանքների հետևից չեն գնում։ Եվ ինչպես ջրեղեղում Նոյը շատ տրտմեց, որ բոլորը կործանվեցին, այնպես էլ Քրիստոս Աստված էր, եկավ տրտմեց ու արտասվեց Ղազարոսի թաղման տեղը, բայց ոչ Ղազարոսի համար, մենք ասել ենք էլի, հայրերը գրում են, որ ինքը վերջն էր տեսնում, դժոխք, որ ժողովրդի 99%-ը եսիմ ինչքանը գնալու են դժոխք այրվելու են, ինքը դրա համար արտասվեց, որտև ժողովուրդը դեպի իրան չի գալիս։ Եվ այսօր շատ զարմանալի է, որ շատ հավատացյալներ կան, որ ասում են մզկիթը Աստծո տաճար է, քավլիցի, սատանայի տաճար է, եւ ցանկացած այլագրոն տաճարներ, դրանք սատանայի հնար տաճարներ են, լինի սինագոգ, լինի բուդդայական կառույց, պագոդա, չգիտեմ, մյուսը, որտեղ Քրիստոսին է միայն քրիստոնեական ճշմարիտ ուղղափառ եկեղեցին է, եւ եկեղեցով է փրկությունը, որտեղ սաղ Սուրբ Գիրքը դա սովորեցնում է, եւ ինչպես կարելի է մարդ իրեն քրիստոնյա համարի ու գնա մզկիթում, ծնկի գա, սկսի իրանց հետ նամազ կամ իր թեկուզ աղոթք ասում, մտնում է սատանայի տաճար աղոթք անելու, եւ այսօր ցավոք սրտի Հայաստան աշխարհի վրա ամբողջ աշխարհն է հարձակվում, չարը ամբողջ ուժով այսօր մեր եկեղեցու վրա է հարձակվում, փառք Աստծուն, առած Աստծո թողտվության եւ թույլտվության ոչինչ լինել չի կարող, այս ծեծը մենք ուտում ենք նրա համար, որովհետև մենք անմաքուր ենք, մենք մեղքերի մեջ թաղված ենք, հայրերը գրում են, որ Աստված համբերում է միշտ աշխարհականների մեղքերին, բայց հոգևորականների մեղքերին չի համբերում, շուտ պատիժը իջնում է եւ ծեծ ենք ուտում, եւ ինչպես տեսնում ենք այս օր, կորցրեցինք Արցախը, նաեւ դրա համար էր, կկորցնենք Հայաստանը դրա համար, բայց երբ որ խելքի գանք, դարձի գանք, զղջանք, Աստված այնպիսի օրհնություն է իջացրել այս երկրի վրա, Քրիստոս ինքը, որ դրա համար իմ ասաղ աշխարհը հարձակում է մեր վրա, որտեղ Քրիստոսի դեմ է պայքարում։ Փառք Աստծուն, ինչքան էլ այսպես լինենք, բայց հաստատ վստահ եմ, որ կան իրեն սիրելի արդարներ եւ խոնարհներ, եւ Աստված մեր այդքան նահատակված սուրբերի, որ հազարավոր սուրբեր են նահատակվել, իրենց այրում թողել են այս հողի մեջ, մանավանդ երբ որ Աստված խոսք է տվել, որ պահելու է այս ազգին մինչև աշխարհի վերջը, մեր սուրբ տաճարը ինքը պահելու է։ Մեր սուրբ տաճարի վրա անգամ բոլշևիկները հարձակվեցին եւ թուղթը դրեցին Ստալինի առաջ, որ ստորագրեր, որ հաջորդ օրը մեր տաճարը քանդեին բնավեն։ Եվ ինչ կատարվեց։ Մյուս օրը պետք է ստորագրել, հենց այդ օրը առավոտյան Հիտլերը հարձակվեց Սովետի վրա։ Եվ այդ հարցը մնաց։ Եվ պատերազմի ժամանակ եկեղեցին օգնեց Սովետ միությանը հաղթանակ տանելու համար նաև հիմնելով Սասունցի Դավիթ տանկաշարասյուն, բավականին գումարներով օգնելով եւ պատերազմից հետո Ստալինը փոխվեց, ազատ թողեց եկեղեցուն։ Հիմա այժմ հարձակվում է բոլոր տեղերից, թե արևմուտքից, թե հյուսիսից, թե ներսից, որը ամենացավալին է, որտեղ չարն է միշտ բերում իշխանություններին դնում, հիշում եք Սուրբ գրքում փորձության ժամանակ Քրիստոսին Սատանան ասեց ինձ երկրպագի թագավորությունները տամ քեզ։ Թույլ տվությամբ տվել է այս աշխարհի թագավորությունները։ Սատանան է տալիս այդ իշխաններին։ Եվ մենք ուզում ենք աշխարհիկ ճանապարհներով իշխանություն փոխենք Քավլիցի։ Այդ ճանապարհներով մենակ չարը կարա փոխի։ Մենք հոգևոր պետք է փոխենք։
Մենք փոխողը չենք, Աստվածը փոխողը, բայց երբ որ Աստված տեսնում է մենք դարձի ենք գալի, զղջում ենք, մեղա ենք գալի, եկեղեցին էլ մաքրվում է, Աստծու փոխելը իշխանավորի ակնթարթ է տևելու։ Մի հատ հոգին հանում է, վերջանում է մարդը։ Նույն ձևել արտաքին թշնամիներին է հեռացնելու։ Պատուհասներ կլինեն, ամեն ինչ լինելու է, եւ մենք վախենալու ոչինչ չունենք, մենք Քրիստոսին չենք ուրանա, ով որ քրիստոնյա է, պետք է Քրիստոսին կառչած մնա, գրկած մնա, այս աշխարհի ոչ մի բան չցանկանա, մենք ցանկությունը մեր պետք է ջնջենք։ Պողոս առաքյալը շատ հետաքրքիր մի տեղ ունի, ասում է, երբ ես ցանկանում եմ բարին գործել, մեղքը արդեն իմ մոտ կա։ Այսինքն մենք ցանկությունը պետք է իսպար ջնջենք, մենք չենք ցանկանում, ասում ենք, Տեր, մենք մեր կամքը ամբողջովին հանձնել ենք քեզ, քո կամքով թող լինի, անգամ չենք ցանկանում մեր երեխաների, մեր թոռների համար, ասում ենք, ամեն ինչն էլ քո կամքով թող լինի, մենք լավը չգիտենք որն է, մենք չգիտենք որն է բարի լինելու իր համար, Աստված գիտի մենակ, ինչքան վաղամեռիկ երեխաներ կան, հա, բայց էլի Աստված գիտի, որտեվ այդ երեխաներին, որ վաղամեռիկ մահանում են փոքրիկ, անգամ այլակրոն որ կան, տեսեք այլակրոններից միայն փրկվելու են նրանք, կամ մեծերից ովքեր որ դարձի են գալի զղջում են, մկրտվում են քրիստոնյա են դառնում, եւ փոքրերից, որոնք այդ տարիքում մահանում են, Աստված հայտնվում է իրանց Քրիստոս եւ Տիրամայր, եւ այդ փոքր երեխաները իրանց արյան մկրտությամբ քրիստոնյա են դառնում, բոլորի հոգիները տանում է իր արքայություն։ Աստված գիտի, մենք չգիտենք, անգամ մեր հարազատ փոքրիկ երեխաները, որ վաղամեռիկ մահանում են, Աստված տանում է, որ այդ երեխուն տանի դրախտ, Աստծո արքայություն մկրտված երեխային, որպեսզի երեխան այնտեղից բարեխոսի ծնողների համար, որտեղ ծնողները մեղքերի մեջ թաղված են, որպեսզի աղոթող լինի երկնքից երկրի համար։ Եվ մենք էլ այստեղից քրիստոնյաները միշտ աղոթք ենք բարձրացնում երկրից, երկինք գտնվողների համար, կամ շատերը մեր սիրելիներից նաև կարող է լինեն անգամ դժոխքում, կամ չգիտեմ որտեղ տանջվում են, հա, եւ այդ աղոթքներով, հոգեհանգստյան աղոթքներով, նրանց տանջանքներով նրանք բարձրանում են վերև, էլ առավել ավելի, եթե մենք սրբությամբ ապրենք, ասում է սուրբ եղեք եւ 1000 սերունդ ես կօրհնեմ, իսկ այդ 1000 սերունդը ոչ միայն մեզնից հետո է, նաեւ մեզնից առաջ է ննջեցյալների համար, այսինքն եթե մենք Աստծուն հաճո սուրբ ապրենք եւ լինենք իր սուրբը, Աստված այդ քայլերի համար լիքը վարքեր կան քրիստոնեական, մեր ծնողները լինեն, պապերը լինեն, մեր սրտի սիրելիները լինեն, որ հարազատ են մեզ, նրանց բերելու է դեպի դրախտ ու երկնքի արքայություն։ Դրա համար ամեն անձ ոչ միայն իր հոգու փրկության համար պետք է ապրի, նաև ապրում է իր երեխաների, թոռների, իր ծնողների, պապերի, ովքեր որ տեսել են քրիստոնեական կյանքով մաքուր ապրում են, բայց այս պայմանների միջավայրում կտրված են եղել եկեղեցական կյանքից։ Չեն մասնակցել ոչ պատարագներին, ոչ էլ հաղորդություն են ստացել, եւ դրա համար որտեղ են գտնվում չգիտենք, բայց երբ որ այդպես ապրում ենք, իրենց տանջանքները թեթևացնելով իրենց բարձրացնում են։ Այդպիսի վարքեր կա, որ դժոխքից Աստված հանում էր ծնողներին, տանում էր երկնքի արքայություն, որտեղ իրանց զավակը այնպիսի մի առաքելություն էր անում, որ ասում էր պարգևդ այնքան շատ պետք է լինի։ Եվ քրիստոնյան պետք է հավատա դրանց։ Հիմա ինչ նայենք տեսնենք ինչքան վատ է մեր վերջը լինելու, որովհետև այսօր անգամ եկեղեցու ներսում, որ պետք է Քրիստոսին ծառայեն, սրբության աթոռներին նստած են, բայց մարդիկ ծառայում են նյութին, մարդիկ ուզում են շուտ հարստանալ, մարդիկ ուզում են պալատներ ունենալ, եւ տեսնում ենք ինչպես սկսում է մաքրվել եկեղեցին, որովհետեւ վախում են իրանց նյութը կորցնեն, էլ առավել եւս մեղքերի մեջ, շնության եւ այլասերված այլանդակ մեղքերի մեջ, որպեսզի իրանց մեղքերը չերևա,
բայց ողորմելի չեք արդյոք, չէ որ Աստված այդ ամբողջը տեսնում է, որ վախում եք մարդկանցից ամաչելուց, բայց Աստծուց չեք վախում։ Դրա համար փախչում գնում մտնում են էլ առավել մի հատ չարիքի պաշտպանության ներքո, բայց Աստծու դատաստանից ով է փախչելու։ Եվ փառք Աստծու, եկեղեցին մաքրվում է, այո, հենց այդպիսիներից էլ։ Բայց հստակ մի բան իմանանք, որ ոչ թե իրանք են ուզում եկեղեցին մաքրել, չարն է, դա սատանայի գործն է, այլ եկեղեցին ուզում է մեր ջնջի, որտեղ սաղ աշխարհն է դա ուզում, սատանան է դա ուզում, դա սատանայի գործ է, պառակտումը, մյուս քայլը հերձվածություն է, եւ հայրերը ասում են հերձվածներին կտրեք հեռացրեք, իրանց համար աղոթքել էլ պետք չի անել, որովհետեւ ասում է Հովան Ոսկեբերանն ասում շնացողին ձեռք մեկնիր բարձրացրու, բայց հերձվածին կտրի ու հեռացրու, որտեվ դա քո անձի դեմ չի թշնամություն, այլ Քրիստոսի դեմ է, եկեղեցու դեմ է։ Տեսեք պատվիրանում ասում է սիրիր քո թշնամուն, օրհնիր քո թշնամուն, քո, մեր, բայց ոչ Աստծու։ Ով որ մեղք է գործել մեր անդերին, հա անհատական, անձնական մեղքերով, բայց հերձվածությունը ընդհանրական մեղք է, որ Աստծու դեմ է, Քրիստոսի դեմ է։ Եվ դրա համար Քրիստոսից արտասուքներ էր թափվում, որովհետև տեսնում էր աշխարհի վերջը, որ բոլորը դեպի դժոխք են գնում, մեծ մասը։ Եվ հենց այնպես Եսային ասեց, աշխարհի վերջում փրկվողները շատ սակավ են լինելու, որ փոքրիկ երեխան մատների վրա հաշվելու է։ Տեսեք ինչքան դժվար է փրկությունը։ Ցավոք սրտի, անգամ մենք բոլորս մեր մի փոքրիկ մեղքից անգամ չենք ուզում ազատվել։ Մեկը սիրում է սա, մեկը սիրում է նա, բայց գիտի որ մեղք է, հնարավոր չի որ չի իմանա, բայց չի ազատվում, ասում են թող հանգիստ մեռնենք սրա մեջ, ինչ ես ուզում։ Բայց տենց չի լինում, Աստված ուզում է որ բոլորս փոխվենք, եթե տեսնում է մի քայլ որ մենք փոխվում ենք, ասում է զղջալով եկեք դեպի ինձ տենց փոխվելով, ձեր բոլոր թշնամիների հետ ես կպատերազմեմ։ Բա մեր սրտից արում չկա, դա գանձասար են կորցրել, դադիվանք են կորցրել, ամարաս են կորցրել, եւ այնպես հանգիստ ուտենք, խմենք, քեֆ անենք, մի ամբողջ աշխարհ կորցրեցինք։ Գանձասար որ էլի երկրագնդի վրա գանձասարի նմանը չկա։ Հիմա հարձակվում մեր մայր տաճարի վրա, որ պարգևա երկրագնդին, որից օրինակ ծառայեցին բոլոր երկրները եկեղեցիներ կառուցելու։ Էս ինչ ազգ ենք դառել։ Երբ միշտեր կայենք, որ ասում են դարձել ենք, այդքան էլ ճիշտ չի։ Որ պատմիչներին կարդում ենք, որ դարերի պատմիչներին կարդում ենք, նույն ախմախ ժողովուրդն ենք, հենց այս բառով էլ ասեմ։ Եվ զարմանում եմ Աստծու այդ անսահման համբերության վրա, որ այսքան մարդկանց այս աշխարհում համբերում է, որտեղ մարդկային համբերությունը չի համբերում։ Եթե մերը լիներ դատաստանը, կսկսենք սաղին ոչնչացնել, բայց Աստծու համբերությունը այնքան անսահման է, որ ուզում է մեր փրկությունը, ինչքան էլ մեղքերը մեծ լինի, բայց երբ որ տեսնի այս զղջացող սիրտը, որ հրաժարվում է այդ մեղքից, Աստված ներելու է, իսկ անզեղջ մեղքը, որ չենք զղջում, դա դառնում է հենց Սուրբ Հոգու հայրություն, որում ներում չի լինելու ոչ այս աշխարհում, ոչ էլ այն աշխարհում։ Ցավալի է շատ եւ ողբալի, որ այսօր հնչեցվում են բառեր, ինչ ասեմ, տգետ ասեմ, անգետ ասեմ, հիմար ասեմ, այնպիսի բաներ են ասում, որ ամբողջովին հակասում է քրիստոնեությանը։ Եվ այսօր չարը մտնելով եկեղեցիները, սկսում է պղծել եկեղեցիները։ Հետևից միշտ պետք է աղոթ կարվի, որպեսզի նորից մաքրվի եկեղեցին։ Մի կողմից մտնում են իբր քրիստոնյա են, մյուս կողմից Քրիստոսին ծաղրում են։ Եվ տենց ոնց կլինի։
Պարզ երևում է չարի տեսքը, վաղ թե ուշ բացվում է, բայց վաղուց է բացվել, պայզապես կույր են մարդիկ, որ չեն տեսնում, որտև իրանց մեղքերն է խանգարում, որ տեսնեն, որտև իրանց նույն մեղքի մեջ էլ թաղված են իրենք։ Եվ Աստված տա, որ ողորմություն գտնի Աստված, որպեսզի այդ զղջումը լինի մեր սրտերում, հոգիներում, որ մեր մեղքերի համար միշտ արտասուքով լացենք, ցավոք սրտի, որ շատ դժվար է մարդու համար, անգամ մի փոքր մեղքերը, որ մարդկային հարաբերության մեջ մի տան մեջ իրար այդ սիրով չեն։ Իսկի բարև իրար չեն ուզում տան։ Եվ այդ նույն ձևի այդ թույնը մեջը գալիս են, որպեսզի հաղորդություն ստանան։ Բայց Տեր ասեց, զբից գնա, հա, եղբորդ մոտ, նոր արի։ Ողբալի վիճակ է, այսօր մեր երկրի վիճակը, միայն Տերն է փրկելու։ Եվ դրա համար մենք փոխվենք, որպեսզի մեր աղերսներով, խնդրանքներով, Տիրոջ էջքը լինի նորից, և բոլորին իրենց տեղն է դնելու։ Մեծ բարբաջում են, հա, այդ արտաքին թշնամիներից հիմա էլ ասենք, իբր սաղ իրենց նաև է, այդ մոլա կոչվեցվածները, Բեղավոր Ալիևը, հա, որ սաղ Ադրբեջաններ է, Ադրբեջան երբեք չի եղել, Լենինի ժամանակ ստեղծվեց, բոլոր եղել է մեր մեծ հայքի տարածքները, մինչև Բաքու ներառյալ, հա, որ Բաքու թագավորը ստեղծեց այդ քաղաքը, այդքան սուտ է այնքան է լցվել այս աշխարհում, որ այդ ստերին հավատում են։ Եվ չի էլ մնալու Ադրբեջանը, եւ ինչպես Սողոմոնն ասում, հեթանոսությունը սկզբից չի եղել, եւ չի էլ մնալու, չի էլ լինելու, վերանալու է էլի, նույնպես էլ այսպես։ Բայց դրանք գործիքներ են, պատժի գործիքներ են, ինչպես Աստված ստեղծեց ամբարիշտին արդարի փրկագին որպես, այնպես էլ ազգերին, ամբարիշտ ազգեր է ստեղծել, որպեսզի իր ազգերին, որ պետքա գան դեպի իրան, հենց շեղվում են Աստծուց, այս ամբարիշտը պատիժը իջեցնում է սուրը, ծեծ ենք ուտում, ոնց որ նույն հրեաների պատմությունն էր, որտև նույն մեծատար հրեան, նույն հայնա, նույն հույննա, Պողոս Առաքյալն ասում, էլ ոչ հույն կա, ոչ հրեա կա, դառնում են Քրիստոսի ազգ, մեծատար հայ, և ի սկզբանե տենց էլ եղել ենք, նա Հաբետյան հայքն էր, գրափարով խորենացին շատ լավ է տալիս, Հաբետից սերմված էր, աշխարհաբարը փոխեց, Նահապետ սարքեց, բայց կոչվում էր Նահապետյան հայքը, այսինքն Հաբետից եկողը, ծննդոցում ենքան մի գաղտնի տեղ կա, երբ որ Սեմը անունն էր վրանի փրկության, բայց ասեց այդ վրանի մեջ Հաբետի որդիներն են բնակվելու։ Այսինքն այդ կառույցը եկեղեցին որ կա, նաև Հաբետի որդիներն են բնակվում։ Այսօր աշխարհում ընդամենը մեկ ուղղափառ եկեղեցի կա, դա հայ առաքելական եկեղեցին է, որի վրա հարձակում են ոչ միայն այլադավները, այլակրոնները, աղանդները, այլ նաև քրիստոնյա կոչվածները, կաթոլիկ կոչվածները, ուղղափառ կոչվածները, փառք Տիրոջը, որտեղ սաղ աշխարհը Քրիստոսի դեմ էր, եթե մեր դեմ են մեր եկեղեցու, ուրեմն մենք ճիշտ ընթացքի մեջ ենք, Աստված պահելու է մեր եկեղեցին, Աստված պահելու է քրիստոնյաներին, նաև իմացեք մի բան, Աստծո արքայության մեջ հայերը ամենաշատը կան, քաստ է ուրիշ ազգերը, կտեսնենք դա, Աստծո ողորմություն, ով Աստված ողորմի, բժշկի մեր վերքերը, մեր ցավերը, մեր մեղքերը հեռացնի, ամենադժվարը հիշեք միշտ մեր մտքի մեղքերն է, մտքի դեմ պատերազմը մինչև ննջելն է լինում, և Աստված պետք է մաքրի, որ Աստծո ողորմությամբ քերի մեր մտքերի այդ կեղտերը, որտեղ մտքով ամենաշատ ենք մեղանչում, մարմինը կարող է զսպում ենք, բայց մտքով չենք կարողանում զսպել,
Նույն այս չար թունավոր լեզուն է, որ ամեն օր լեզվով տասնյակներ մեղքեր ենք գործում։ Եվ դի պատասխան տանք լեզվից դուրս եկող ամեն բառի համար։ Հիշենք, դրա համար պետք է որքան կարող է լրակյաց լինենք։ Պետք է խոսել այնտեղ, որտեղ պետք է խոսել։ Թեման էլ պետք է ճիշտ լինի։ Աստծու մասին անգամ պետք չի ամեն տեղ խոսել, որտեղ կարող է ծաղրեն Աստծուն, պետք է հոգին ուղղորդի քեզ։ Դրա համար ներսով միշտ աղոթքի մեջ որ լինենք, համ միտքն է սկսում մաքրվել, համ էլ լեզուն, համ էլ ինքը կուղղորդի, երբ լեզուդ խոսի, ու մաքուր խոսի։ Ուզում եմ վերջացնեմ Տոբիթի աղոթքով և Տեր արդար ես դու և քո բոլոր գործերն ու ճանապարհները ողորմություն են, անգամ այս ծեծերը, որ մեր կան, էլի ողորմություն է։ Դատաստանները ճշմարիտ են և միշտ արդար ես դատում։ Նայիր և հիշիր ինձ, մի հատուցիր ինձ ըստ իմ մեղքերի և ըստ իմ չարիքների, նաև իմ հայրերի գործած չարիքների համար, որոնք մեղանչեցին քո առաջ, նրանք անտեսեցին քո պատվիրանները, դու մեզ հափշտակության, գերության և մահվան մատնեցիր, նախատինքի նշավակ դարձրիր բոլոր ժողովուրդների առաջ, ինչպես տեսնում ենք այսօր մենք ենք, որոնց մեջ և ցրված ենք։ Արդ Տեր, այժմ բազում են քո արդար դատաստանները, որ արեցիր իմ և մեր հայրերի հետ, որովհետև մենք քո պատվիրանները չկատարեցինք և արդարությամբ չընթացանք քո առջև, այժմ ինձ հետ վարվիր ըստ քո կամքի հաճության և իմ հոգին առնելու հրաման տուր, որպեսզի ազատվեմ հոգուցս և հող դառնամ, որովհետև ինձ համար մեռնելն ավելի լավ է, քան իմ այս կյանքը, քանի որ անտեղի նախատինքներ լսեցի և տրտմութությունն իմ մեջ շատ է, ազատիր ինձ իմ վշտերից, ուղարկիր հավիտենական հանգրվան և քո երեսը մի շրջիր ինձանից։ Հիմա էլ ուզում եմ Տոբիթի հարսի աղոթքը կարդամ Սառայի։ Օրհնված ես Տեր, Տեր Աստված իմ, և հավիտյան օրհնված է քո սուրբ և պատվական անունը։ Այժմ Տեր, իմ ամբողջ սրտով աղաչում եմ քեզ և խնդրում, որ հոգիս մարմնիցս ազատես, որպեսզի այլևս նախատինքներ չլսեմ, քանզի Տեր դու գիտես, որ իմ կուսությամբ մաքուր եմ բոլոր մեղքերից, ես չեմ ազատ աղտոտել իմ անունը ու իմ հոր անունը, իմ հոր միամոր զավակն եմ, նա ուրիշ որդի չունի, որ ժառանգ լինի իրեն, նա ոչ մերձավոր եղբայր, ոչ էլ եղբորորդի ունի, որպեսզի նրան կնության գնալու համար պահպանեմ անձս, որովհետև ահա արդեն 7 ամուսիններս մահացան, այլևս ինչի համար ապրեմ հիմա, իսկ եթե մահս չես ցանկանում Տեր, նայիր ինձ և ողորմիր, որպեսզի այլևս նախատինքներ չլսեմ։ Սառան ուներ 7 ամուսին ունեցավ, բայց ոչ մեկին էլ չճաշակեց, որովհետև դևը չէր թողում, սպանում էր բոլորին։ Երբ որ այդ աղոթքը արեց, Ռաֆայել հրեշտակապետը եկավ օգնության ու այդ դևին քշեց։ Եվ ինքը նորից ամուսնացավ Տոբիթի որդու հետ, Տոբիի հետ, և հետո արդեն զավակներ ունեցավ։ Թող Աստված պահի, պահպանի մեզ, որպեսզի մեր պտուղները լինեն աստվածահաճո, որպեսզի գոհացնենք Աստծուն և Աստված պահապան լինի մեզ բոլորիս, մեր երեխաներին, այդ հրաշք երեխաներին, որ Աստված պարգևում այդ հրաշք մանուկներին, շնորհներով առատ, շնորհառատ երեխաներ, նայում եք ինչպիսի նկարներ են նկարում, ինչպես են երգում, ինչպես են նվագում և մեծանում դառնում ենք հրեշներ։
դժոխքի բաժին։ Դրախտը պարգևում է մեզ, մենք փոքրից մեծացնում ենք երեխեքին ու դարձնում ենք դժոխք։ Քավլիցի, Աստված պահապան լինի մեզ, փոխի մեզ եւ պահապան լինի բոլորս մեզ ձգուկներին եւ մեր սրբությունները, ամեն։